Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելը ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԱԿ-ի կողքին կանգնած է մի ընտրազանգված, որի պահանջները իշխանությունները պարտավոր են հաշվի առնել։ Այլ կերպ ասած, ըստ Գալուստ Սահակյանի, իրենք երկխոսում են ժողովրդի հետ եւ ոչ ավելին։ Մեկնաբանելով ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը նա նշեց, որ այն ավելի շատ նախընտրական ելույթ էր հիշեցնում։ Այդպես Լևոն Տեր-Պետրոսյանը որոշակի նախադրյալներ է ստեղծում հետագա ռազմավարությունը մշակելու համար։ Ընդհանրապես Հայ ազգային կոնգրեսն իրեն երևելու տեղ է դրել, իսկ քաղաքական դաշտում երևակայողներ չպետք է լինեն, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը։ ՀԱԿ-ը ուզում է երևելիների շարքում դասվել։ Քաղաքական դաշտում միգուցե զանգվածների առումով այս կամ այն կուսակցությունը ավելի հզոր է, բայց քաղաքական դաշտում մեծ կուսակցություն ունի, փոքր կուսակցություն ունի, բոլորի իրավունքները հավասար են եւ որևէ մեկը մյուսին չի կարող պարտադրել։ Հարցին, թե ինչպես է գնահատում կոնգրեսի մինչև սեպտեմբեր արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը, որը հնչել է վերջին հանրահավաքում եւ որի չկատարման դեպքում ՀԱԿ-ը պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀԿ-ի փոխնախագահը հետեւյալ կերպ արձագանքեց. 3 տարի շարունակ ընդդիմությունը դա է պահանջում, սակայն իշխանությունները չեն պատրաստվում անսալ ՀԱԿ-ի պահանջներին։ Վախեցած լռում ենք, մտածելով, որ հեսա գալու են եւ չգիտեմ ինչեր են անելու։ Երրորդ տարին է անընդհատ նախապայմաններ են դնում, ասում են հեսա գալիս ենք, արդեն էլ պայման չկա, հրաժարականը ընդունելու ենք, մենք էլ ահաբեկված ասում ենք, մի փոքր էլ համբերեք, մենք մեզ լավ կպահենք, հրաժարական մի ընդունենք։ Սա է, որ անընդհատ ասում եմ, ծիծաղելի է։ ՀԱԿ-ը կազմալուծվում է, ստեղծված քաղաքական իրավիճակը այսպես է գնահատում բանախոսը։ Նրա ձևակերպմամբ Հայ ազգային կոնգրեսին սատարող զանգվածը նոսրանում է, իսկ դա ըստ Սահակյանի պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ՀԱԿ-ից այսօր հեռանում է ոչ միայն ժողովուրդը, այլ նաև ղեկավար, ավելի ակտիվ կազմի մարդիկ։ Մեր այն հարցին, թե արդյոք երկխոսությունը միայն ՀԱԿ-ի հետ է տարվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ իշխանությունն ամեն րոպե, ամեն ժամ ցանկացած կուսակցության հետ պատրաստ է երկխոսության։ Քաղաքական դաշտի հիմնական գործիքը խոսելն է, խնդիրները վերլուծելը, համաձայնություններ գալը, միասին ճանապարհ գնալը կամ չգնալը ճանապարհ, սա անընդհատական process է։ Մեկը կարողանա դա ռեալ, այսպես ամենափոքր ըմբռնումը մեծացնել եւ դարձնել, որ սա է ամենավերջնականը, մյուսը ամենամեծը կարող է փոքրացնել։ Անկախ Լևոն Տեր-Պետրոսյանը կար թե չկար, ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում ամբողջ օրը քաղաքական դաշտը որոշակի խնդիրների վրա է կանգ առնում, գնահատականներ է տալիս, վեր է լուծում։ Բանախոսի գնահատմամբ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր կերպ են ընկալում երկխոսություն ասվածը։ Ըստ Գալուստ Սահակյանի, իրենք ցանկացած ֆորմատով պատրաստ են երկխոսության, բայց ոչ բանակցությունների։ Այս դեպքում ինչ պայմաններում են երկխոսելու։ Հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ դա կախված է ՀԱԿ-ից, եթե իրենց խելոք պահեն, գուցե հրավիրենք օջախ ռեստորանային համալիր։ Ցանկանան, չգիտեմ, օպերայի Բաքու, կցանկանան օջախում կտեսնենք, եթե կարգին պահեն աղոհացող օգտագործենք։ Էս է, իրենք միշտ տեխնիկայի ձևի վրա են կարծում, մենք բովանդակության համար, Սևանում նոր անվճար ափ է բացվել։ Եթե երկխոսության ընթացքում Սերժ Սարգսյանը որոշի երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչպիսին կլինի հանրապետականների արձագանքը, հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ երկրում արտահերթ ընտրություններ չեն անցկացվի, որովհետև ըստ նրա արտահերթ ընտրությունները չարիք են ստեղծում, եւ երկրորդ, դա չսպասված երազ կլինի քաղաքական դաշտի համար։ Վերջում բանախոսը նշեց՝ ամառը քաղաքական առումով թեժ է լինելու, սակայն դրանից թող չոգևորվեն ընդդիմադիրները։ Փայլակ Վարադյան, Համբարձում Պապոյան, Գալանյուզ, Երևան։